Բարի լույս և բարի առավոտ ձեզ սիրելի հետևորդներ ջան։ Ուրեմն սկսեմ հենց այս քամած ջեմից հարգելներից։ Ես երեք չկարողացա մինչև վերջ տեղադրեի, նկարահանի տեղադրեի YouTube-յան ալիքում։ Մենք երեկոյան տեղ գնացինք, այսպես քամած վիճակում դրել եմ գազօջախին, լավ էփել է, կիսաև վիճակում անջատել եմ երեք։ Իսկ այսօր առավոտյան շուտ արթնացել եմ հարգելիներս, նորից դրել եմ գազօջախին եւ էփվում է հիմա, արդեն էփած վիճակ է, շաքարավազն էլ լցրել եմ հարգելիներս ու լավ էփվել է շաքարավազի հետ միասին։ Համ էս կաթսայի մեջ է, համ էլ էս տազիկի մեջ, որ հիմա էփում եմ հարգելիներս։ Ուրեմն ասեմ, ես չգիտեմ այստեղ քանի կիլոգրամ ջեմ կա, բայց այսքան ջեմին ես լցրել եմ ընդամենը 2 կիլոգրամ շաքարավազ հարգելիներս։ Ու ասեմ շատ քաղցր, որովհետև հենց ծիրանն էր քաղցր։ Ու այս քամած ջեմին ես երկու տեսակի ծիրան եմ օգտագործել հարգելիներս, համ շալլախ ծիրան եմ օգտագործել, համ վայրագ ծիրան։ Դե վայրագներերի մայգունը համ գույնն է գեղեցիկ լինում վայրագ ծիրանով, համ էլ քաղցր է լինում հարգելիներս։ Դե հիմա սա արդեն էփած վիճակում է, արդեն պատրաստ է, որ ես զագատեմ։ Ցանկացա սա ասեմ, որպեսզի անհասկանալի չթվա, կլինեն մարդիկ, որ կմտածեն, որ ես պատրաստում եմ ծիրանի սոկ, չէ, հարգելի հետևորդներ ջան, սա քամած ջեմ է, որ ես հիմա պատրաստում եմ։ Հիմա սա էլ արդեն կանջատեմ, որպեսզի լցնենք բանկաները եւ պահածոյացնենք։ Պապայի մոտը։ Նայեք ժողովուրդ ջան, տեսեք ինչքան սիրուն ծիրանը, հələ նայեք քաղցր։ Այս մի ծառը, նայեք տեսեք ինչքան շատ բերք կա վրեն, դեռ թափում էլ է տակը, այնքան շատ է, որ թափում է տակը։ Նայեք ժողովուրդ ջան, էսի վայրագ ծիրանն է, որ ես ասում եմ, հենց սրանով եմ ջեմ արել, վայրագով եւ շալախով, կուտն էլ քաղցրը։ Միշտ վայրագ ծառի ծիրանը կուտը դառն է լինում, բայց այս ծառի կուտը շատ կորիզը, իհարկե կորիզը, շատ քաղցր է։ Տեսեք սրա վրա լավ բերք կա։ Էս էլ երևի չիր կանեմ, բնական չիր։ Քաղցր է լավ։ Հիմա էս էլ հավաքենք, գնանք ամուսինս ինչ ա ուզում անի։ Այս ամբողջ ծիրանը։ Արդեն զակատել եմ, վերջացրել եմ։ Ժողովուրդ ջան, տեսեք ինչ լավ ջեմ է ստացվել։ Այստեղ հիմա կասեմ, քանի կիլո ջեմ էփեցի, ուրեմն 1, 2, 3, 4, մի քիչ պահել եմ ուտել, 7 կիլո, հարգելի հետևորդներ, 7 կիլո ջեմ այլ է։ Դե այսքանը բավական է ինձի։ Հարգելիներս, դե ջեմը փագեցի, վերջացրեցի, գնացի գնումներ կատարելու, համ հագուստ եմ գնել երեխաների համար, համ էլ բանջարեղեններ եմ գնել, ինչ եմ վերցրել տան համար, պամիդոր, սմբուկ, կարմիր կներեք, կանաչ պղպեղ, հարգելիներս, տեսեք ինչ լավ սմբուկ է, գուբկա, այս տեսակին ասում են գուբկա սմբուկ, տեսեք ինչ լավն է։ Չենք վերցրել, դդմիկ ենք վերցրել, ծիծակ, լոբի, տափակ լոբի։ Եվ խառը կանանչի, համեմ, մաղադանոր, սող, այսքան հարգելիներս,
շատ բան չեմ գնե, ընդամենը մի քանի բանջարեղեն եմ գնե, մի քանի տեսակ։ Հիմա էլ գնամ շորերը ցույց տամ, թե ինչ շորեր եմ գնե երեխաներիս համար, թորնիկներիս, երեխաներիս։ Ժողովուրդ ջան, սկսեմ սրանից, սեղան աթոռներիս համար, այս նոր սեղան աթոռների համար վերցրել եմ աթոռի շոր, նստատեղի շոր եմ վերցրել, հարգելիներս, տեսեք ինչ լավն է, որակը լավն է, դե աթոռները 10 հատ էր, այնտեղ խանութում դրած էր 7 հատ նստատեղի շորեր, դե հիմա ես 6 հատը վերցրել եմ, պատվիրել եմ նորից, որ 4 հատ էլ բերեն, առայժմ ես 6 հատը կգցեմ, 5 օր հետո ասացին, որ արդեն մնացածը կբերեն հարգելիներս, ուղղակի սա չհասկացա, սա ոնց պետք է մտնի իհարկե աթոռին, չեմ կարողանում հասկանամ, երևի կկտրենք այստեղից ու կկապենք, սա դնենք մի կողմ, էսի աթոռի շորերը, կոշիկները, ամուսնուս համար, այստեղ Էլենից համար ենք շորեր գնե, Էլեն չորիս համար, ուրեմն, ինչ գնել ենք իր ճաշակով, գույներն էլ ինքն ընտրել, հարգելիներ, դե հիմա երեխաներն են ընտրում, մեծերը չեն ընտրում, չէ՞ Էլեն ջան։ Սա էլ է, տղամարդու բլուսկա է, սա էլ դնենք մի կողմ, հա, այս շորիկները Միլենային, սա իմ թորնիկինն է, ինչա, հա, անունը, հա, սա էլ Միլենա սա վերցրել իրա ճաշակով, այսի կստել, սա էլ, նայք, որակն է շատ լավը, հասկացա, որ այս շալվարն ու նայք, հարգելիներս, առել ենք առանձին, բայց փաստորեն, ոնց որ իրար հետ լինի, որովհետև երկուսն էլ նույն կտորից է, համ բլուսկեն, համ էլ շալվարը, նայք, ինչ հետաքրքիր է, ու չիմանալով առել ենք, հա, սա ուրիշ տեղից վերցրեցինք, բլուսկեն լրիվ ուրիշ տեղից վերցրեցինք, շալվար, բլուսկա, սա էլ ամուսնուս շորերն է, այստեղ վերցրել եմ դեպ տան համար, պոլի համար լատիկներ եմ վերցրել, սովորական լատիկներ եմ վերցրել, ինչ ենք վերցրել, արամիկիս ենք վերցրել, հա, արամիկիս համար բլուսկա ենք վերցրել, թորնիկիս, բա շորտիկներ ուր արամիկիս, հա, էսի արամիկին սա, թորնիկներիս էլ էի տարեհետներս, տատիկը խոսք էր տվել, որ պիտի երեխաներիս էլ բան առնի, հա, էսի տղայիս համար ենք վերցրել, հա, սրանք էլ եմ վերցրել տղայիս, դեռ անկեղծ ասած տղաս չի էլ տեսել, որ ես իմ ճաշակով եմ առել, ինքը տանը չի, կգա թե հիմա դուրը կգա կհակնի, չի հակնի, էդ էլ ինքը գիտի, ազատ մարդ, հիմա նոր մոդա է հելել ժողովուրդ ջան, շորերի վրա, հագուստների վրա գրած է ազատ մարդ, երեխաներն ասում են ազատ մարդ շոր ենք ուզում, չես հասկանում, ազատ մարդ, իմաստը որն է ազատ մարդ, սա էլ տղայիս համար են վերցրել, հա, էսիկ Էլենին սա, հա, Միլենային, հա, երկու հատ սենց վերցրել ենք,
Մեկը համ Միլենաս կհատնի, մեկը Էլենս կհատնի։ Իմը տեղա։ Հա, երկու հատ ենք վերցրել նույնից։ Ուղղակի տարրերն է։ Մեկը Միլենայից, մեկն էլ Էլենչոյից։ Սա ենք վերցրել Էլենից։ Ինքը շորտիկի հետ է, ժողովուրդ ջան, նայեք։ Շորտիկը իրա բլուսկայի հետ։ Շատ լավ ստացվեց, Էլենս հագավ, շատ սիրուն, սազեց Էլենից։ Էլեն ջան, շնորհավոր լինի։ Մաղջիկ ամենակարևորը առողջ հագնել։ Ուրեմն ժողովուրդ ջան, ես որ միշտ գնում եմ գնումների ընտանիքիս հետ, միշտ առաջ իրանց եմ գնում եւ ամենավերջում հիշում եմ, որ ինձ էլ պետք է ինչ-որ բան առնեմ։ Այս շորիկն եմ ինձ համար վերցրել, հարգելի հետևորդներ ջան։ Հեռախոսով զանգում էին, այս շորիկն եմ վերցրել երկար, շատ դուրս եկավ, համ կտորն է լավ, համ էլ բոյը լավ երկար է։ Սա եմ ինձ համար վերցրել, այսպես ժողովուրդ ջան, այս մասևը որ հագնում ես, համ նիհար է ցույց տալի։ Այս մեկն էլ ինձ եմ վերցրել։ Ու այստեղ շատ մանր, լատիկներ եմ վերցրել։ Դե սրանք սովորական ժողովուրդ ջան։ Այս ձևի լատիկները։ Այս բլուսկեն եմ վերցրել Էլենից։ Որակը որ շատ լավն է, ժողովուրդ ջան, շատ լավ։ Ոչ խուլանալ կլինի, այս կտորը շատ լավն է։ Ուզում ես տաք ջրով, ուզում ես սառը ջրով լվա, որովհետև սրանից նորից Էլեն ունեցել է այս նույն բլուսկից։ Տեսեք ինչ լավն է։ Սա եմ վերցրել Էլենից։ Էսի Արամիկինը սա նորից, շորտի իրա, հա, մայկայի հետ, բայց մայկան էլ կար, հա, սա է, էլի վերցրել եմ Արամիկից, իհարկե իրանք են վերցրել, ես ասել եմ երեխաներս, ինչ ուզում եք վերցրեք, իրանք իրանց ճաշակով, մենք ես ենք ուզում, մենք են ենք ուզում, Այդ էլ այդպես ժողովուրդ ջան, դե այստեղ էլ այս ցելոֆոնի մեջ շատ հագելներս, նասոկները, նասկիները շատ, որ ամեն օր սրա կարիքը զգացվում է հարգելիներս, ամեն օր, անդադ, եթե գնանք խանութ, ինչ որ չլինի առնելու, նասկիները պետք է պարտադիր առնենք։ Սա էլ այսպես ժողովուրդ ջան։ Հոգնեցինք, գնացինք, եկանք, հոգնեցինք։ Հիմա էլ ուզում եմ գնամ, ժողովուրդ ջան։ Երեկվա իմ դրած թուփը, որ դրել էի աղաջուր, դե ձվով բռնեցի աղաջուրը։ Հիմա ուզում եմ արդեն ժամանակն է, որ լցնեմ բանկաների մեջ հարգելիներս։ Գնանք եւ միասին լցնենք բանկաների մեջ։ Եվ հետո ես սա կգամ, հետո բոլորը կծալեմ, կդասավորեմ, աթոռի շորերը կդնեմ աթոռների վրա, բայց կարելի է մի հատ հենց սիրուն դնեմ, դուք էլ տեսնեք, ժողովուրդ ջան, վերցրել եմ այս աթոռի համար, ես արգելի հետևորդներ, ես ասել եմ, որ Թեյրան էի գնացել, ես մետրով կտոր էի բերել հենց այս գույնի, համ աթոռի շորերը կարեի, համ էլ բազմոցի շորերը, անկեղծ ասած փոշմանեցի, այդ կտորը պահել եմ, որ ննջասենյակի համար ծածկոց կարեմ,
Դրա համար մինչև հիմա այդ կտորս մնում է, հարգելիներս։ Ոնց բերել եմ, այդպես մնում է։ Հիմա սա միասին։ Հիմա բերեմ, դուք էլ տեսնեք։ Նայեք ժողովուրդ ջան, հենց այս աթոռի համար եմ վերցրել, անկեղծ ասած մուկը վերցրեցի, բայց կարամ սա տանեմ խոհանոց, այս գույնը, ավելի բաց գույնը գցեմ հենց այս աթոռների վրա, բայց վատը չի։ Ես սիրում եմ այս գույնը, շատ եմ սիրում։ Նայեք, տեսեք ինչ հետաքրքիր է, այստեղից կկտրեմ ու կկապեմ։ Հարգելի հետևորդներ, դե ես որ հիմա հյուրասենյակում եմ, ուզում եմ այս ծաղիկներն նկարեմ, դուք տեսնեք, մոր սիրտը, տեսեք ինչ լավ մեծացել է, պատուհանի գոգի նայել է, շատ սիրուն մեծացել է, հələ նայեք, ինչ սիրուն է։ Հիմա թուփը հանում եմ աղաջրից։ Հարգելի հետևորդներ ջան, ուրեմն այս թուփը, որ լցնում ենք բանկաների մեջ, ամբողջ ձմեռ մնում է, որովհետև մեկնաբանություններում գրել էին, անգամ զարմանում էին, ոնց է թուփը մնում աղաջրի մեջ ամբողջ ձմեռ, այո, մնում է։ Պետք է պատրաստեք այս տարբերակով, որ իմանաք։ Չեմ անում, այստեղ դժվար բան չկա։ Հիմա այս սկուտեղի վրի լցրած թուփը լցնեմ բանկաների մեջ, հետո նորից կհանեմ աղաջերից։ Էլին ջան, կտաս այն բանգեքը, գիլանոց բանգեքը։ Հա։ Դիրենքով։ Երեք հատի մեջ կտեղավորես։ Հա, կտեղավորում։ Ես լցնում եմ գիլանոց բանկաների մեջ, կարող եք, դուք գիտեք, թեկուզ կես գիլանոցների մեջ, թեկուզ 2 գիլանոցների մեջ, ով ոնց ուզում է։ Տեսեք ինչ լավ թփեր են, մեծ-մեծ։
Էսի երրորդ անգամն է ժողովուրդ ջան, որ ես այդպես դրել եմ, այս տարի իհարկե։ Էսի երրորդ անգամն է, որ դրել եմ։ Էսի երևի վերջինը կլինի արդեն բավական է ինձի։ Լցրեցի, վերջացրեցի, հիմա նույն ջուրը, նույն թփի ջուրը լցնում եմ բանկայի մեջ։ Նայեք, ջուրը լցնելուց հետո թփի վրա դնում ենք կապրոնե աման։ Ինչի համար ենք դնում ամանը։ Այդ փոքրիկ կապրոնե ամանը դնում ենք, որպեսզի թուփը լավ նստի եւ ջուրը հելնի երես։ Նայեք, որպեսզի թուփը չփչանա, հարգելիներս։ Կարող եք դուք փոխարինեք թփով, հենց ուղակի խաղողի թփով։ Խաղողի թուփ, ընդհանուր մի հատ թուփ դնեք հենց սենց բանկայի երեսը։ Նայեք։ Ու ամենավերջում փակում եմ կապրոնե կափարիչով։ Վերջ։ Հիմա մի հատ էլ բանկան ընդհանուր կլվանա, աղաջուրը մաքրվի վրայից եւ կտանեմ արդեն նկուղ։ Այս երկրորդ բանկան եմ լցրել։ Հիմա նորից ջուր եմ լցնում։ Ու հանելուց, օգտագործելուց առաջ, ժողովուրդ ջան, ասեմ, եռման ջրով չեք անցկացնում թուփը, սառը ջրով եք լվանում ու մի քանի անգամ, որպեսզի աղիությունը, վրայի աղիությունը լավ դուրս գա եւ տոլման շատ աղի չլինի։ Բայց համատեղն է լինում, շատ համեղ տոլմա է լինում, հարգելիներս, հատկապես հենց այս թթու դրած թփով, խաղողի թփով։ Վերջ։ Այսպես հարգելիներս, նայեք, երկու բանկա, 2 կիլանոց, 2 հատ 1 կիլանոց թուփ հագեցի, վերջ։ Հիմա լվանամ այս բանկաները եւ տանեմ արդեն տեղավորեմ իր տեղը։ Սա էլ վերջացրեցի, հիմա այս աղաջուրը պետքա թափեմ, արդեն սա ինձ պետք չի։ Եթե նորից ուզենամ դնեմ, ժողովուրդ ջան, պետքա նորից բռնեմ աղաջուրը։ Հարգելիներս, պատրաստում եմ հացով ձվածեղ։ Մի քիչ բարակ անեմ հացը։ Հիմա ձուն ջարդեմ։
դե ես արդեն միացրել եմ գազօջախը։ Վերջացրեցի, ժողովուրդ ջան։ Հիմա ուզում եմ այս մի ամանը հարգելներս անեմ պեսոկի շաքարավազի փոշի։ Վերջացրեցի հատուկ ձվածեղը։ Հիմա ուզում եմ այս մեկը անեմ շաքարի փոշի երեխաների խնդրանքով, թողնիկս սիրում է քաղցրով, շաքարավազով, բայց ես անում եմ շաքարավազի փոշի։ Իսկ այս մեկն էլ մի փոքր աղկան է։ Վերջ, Միլենա ջան, արի, պատրաստ է։ Հարգելի հետևորդներ ջան, ուզում եմ այսքանով էլ ավարտեմ այսօրվա փոքրիկ տեսահոլովակը եւ բոլորիդ էլ ասեմ բարի եւ խաղաղ գիշեր։